ինձ սիրուհի սունե սևաչե Քո սիրն է հուզվում ես այրվում այստեղ Չգա ոչ ոք հասել որ իմանա թե Ծնդումը սերգա թերած Կումայրի Ալեքսանդրապոլ Գյումրի 3 անվանական շրջափուլերով անցած այս քաղաքը դարձել է Հայաստանի մշակութային կենտրոններից մեկը։ Հայկական մատենագրության մեջ Կումայրին առաջին անգամ հիշատակվում է 773-ից 775 թվականներին արաբական տիրակալության դեմ ապստամբության հետ կապված։ Միջին դարերում Կումայրին արդեն խոշոր բնակավայր էր։ Հետագայում Նիկոլայ առաջինը Կումայրին վերանվանում է Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ կայսրուհի Ալեքսանդրիայի։ Քաղաքը լինելով խոշոր մշակութային կենտրոն, այցելել է նաև Ալեքսանդր Պուշկինը։ Այդ այցի մասին նա գրել է «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ստեղծագործությունում։ Շուտով, լինելով սահմանային բերդ քաղաք, Ալեքսանդրապոլը դարձավ առևտրի եւ արհեստների, մշակույթի խոշորագույն կենտրոն Անդրկովկասում։ 1836 թվականին հաստատվեց Գյումրու առաջին հատակագիծը, ըստ որի քաղաքն ունենալու էր քառանկյունի տեսք, երկայնքով ու լայնքով իրար հատող փողոցներով։ 1991 թվականին քաղաքին վերադարձվեց իր պատմական անվանումը՝ Գյումրի։ Արսեն Միքայելյան Թրամփ։ Ասում են։ Ասում են։ Իսկ ինչ են ասում։ Դե անունը միշտ ինձ, հա, այդ հասունացման տարիքում այդպես ինչ-որ խառը եմ տեսնել 16-17 տարեկանում ու մի կինոյի ազդեցության տակ էի շատ ուժեղ մնացել։ Չնայած մեծ հաշվով հիմա էլ չի անցել, ֆիլմը կոչվում էր Into the Wild իրական փաստերի վրա, թե ինչպես է մեկը ինստիտուտն ավարտելուց հետո վաճառում իր ամբողջ ունեցվածքը ու որոշում է ոտքով գնալ հասնել Ալյասկայի երազանքին ու որոշում է այնտեղ ապրել մարդկությունից հեռու, գտնում էր երազանքի ավտոբուսը այդտեղ սարքում է տուն։ Ֆինալը տխուր է, բայց ամեն դեպքում որ խորանում ես, հասկանում ես, որ 4 տարում նա հասցրեց ավելին ապրել, քան մարդիկ երբեմն իրենց ամբողջ կյանքի ընթացքում կարող է չհասցնել լիակատար այնպիսի ապրումներ ունենալ, ինչպես ընդհանրեն 4 տարվա ընթացքում։ Որ դեպքում է քաղաքը քոնը դառնում եւ Գյումրին ձերն է, թե չէ։ Էլի ես միայն էլ ասել, բայց շատ է դուրս եկել այդ ձևակերպումից, ասում եք քաղաք, որը լքել պարտադիր է, բայց չվերադառնալը մեղք։ Ու այսպեսին է ինքը շատ ձիգ բնավորության գիծ ունի։ Դու երբեք չի հաշվի առնում քո տրամադրությունը, ինքը թելադրում է իր տրամադրությունը, դու կամ ընդունում ես կամ չես ընդունում, դա քո որոշումն է, բայց սա ազատության քաղաք է, այս հաշվի իր բոլոր կարծրատիպերով հանդերձ ամեն դեպքում սա ազատության քաղաք է, որովհետև կարծրատիպեր չնայած առաջ էր ավելի շատ ինձ կարծիքով այսպես, որովհետև ժամանակի ընթացքում շատ է թարմացել ու շատ է երկրորդ երակ մտել։ Այս միջավայրը իսկ երիտասարդին օգնում է, թե ավելի շատ խանգարում։ Երկուսն էլ շատ պարտաճանաչորեն ճիշտ անում է եւ օգնել է եւ խանգարել է, բայց ամեն դեպքում ավելի շատ օգնում է, որովհետեւ իսկապես շատ ամուր ու չկրկնվող էներգետիկա ունի այս քաղաքը, որը հնարավորություն ունի թափանցելու իր երեխեքի բալեկի այս դեպքում երեխեքի մեջ ու հոսել իրենց երակներով ու շատ հետաքրքիր անհատականություններ է ձևավորում եւ բնավորություն ունեցող եւ տեսակ ունեցող միջազգային հարթակներում մանավանդ արվեստի բնագավառում, սպորտի բնագավառում ու այդ ունիկալությունը միշտ փորձում եմ հասկանալ, թե որտեղ է կայանում, որովհետեւ շատ ոչ միանշանակ քաղաք է Գյումրին, թե իր մարդկանցով, թե իր փողոցներով, թե իր բնավորությամբ, այսինքն մի տարբերակ ունի, կամ եթե սիրեց փրկված ես, եթե չսիրեց ընկնելու է հետևից, ավելի լավ է թռնես։ Ուրիշ ալտերնատիվ չկա։ Ավելի լավ է փախնես։ Իսկ ձեր կերպարի վրա ինչ ոնց հասնել Գյումրին։ Իհարկե շատ է օգնել այն ձևավորման մեջ, բայց ինձ միշտ թվացել է, որ մարդու ձևավորման մեջ ավելի շատ օգնում են այն մարդիկ, ովքեր իրեն շրջապատում են, քան թե հենց բուն քաղաքը, հա, որովհետև մեծ հաշվով քաղաքը այն մարդիկ են, ովքեր քեզ շրջապատում են ու իրենք են քո Գյումրին ինչ որ իմաստով ու բոլոր այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում թե այս քաղաքից թե քաղաքից դուրս հայտնվեցին իմ կյանքում ու նշանակալիորեն փոխեցին իմ կյանքի ուղղությունը թե դեպի լավ, թե դեպի վատ, դա արդեն հարաբերական չէ, որտեղ կարևորը փոփոխություններն են, որոնց արդյունքում էլ մեր մոտ աճ է գրանցվում դեպի ինքնաճանաչման ճանապարհին ու այդ ճանապարհին հանդիպած բոլոր այն մարդիկ, որոնց հետ անցել ենք Գյումրի փողոցներով, որոնց հետ հարբել ենք այստեղի փաբերով ու հետագայում արդեն բոլորիս ճանապարհները բաժանվեց միգուցե տարբեր երկրներ, երբեմն նույնիսկ տարբեր քաղաքներ, բայց ամեն դեպքում իրենք են ձևավորել ու դարձրել ինձ այնպիսին, ինչ որ ես այսօր կամ մեծ հաշվով։ Բայց այս տարի շատ խիստ ծառաբեռնված տարի է ու բավականին լուրջ
իրադարձություններ կան, որոնց հիմա մենք պատրաստում ենք թատրոնի 160-ամյակի միջոցառումը, որի զուգահեռաբար լինելու է նաև թատրոնի Գյումրու միջազգային թատերական փառատոնը ու այդ ամբողջ նախապատրաստական խառը աշխատանքները Ամերիկայից վերադառնալու ենք ու կպնելու գործին։ Իր միջած փոխությունները շատ ընկերություն անում ենք բոլորի հետ, կարող եք շփվել։ Խելոք են։ Շատ։ Գյումրու միջազգային շնորհներն են շատ լավ տեղավորված, որովհետև եվրոպացի շատ տուրիստներ են գալիս ու զարմանում են ֆակտից, որ թե ինչպես է որ այսքան ընկերասերն ու մարդամոտ, դա նաև գալիս է մարդկանց վերաբերմունքից, որ հաց են տալիս, շփվում են, կոնկրետ ինչ-որ անուններ են տալիս, ու այդպես ինչ-որ հատուկ հարաբերություններ է ձևավորվել շների ու Գյումրիի միջև։ Իսկ ունեք գրքեր, որոնք որ թաքուն եք պահում։ Գրքեր կան, որ շատ քիչ մարդկանց եմ խորհուրդ տալիս, որովհետև հետո նաև վախենում եմ, որովհետև ես սկսեցի կարդալու հետո ավարտելուց հետո իմ կյանքը երկու մասի բաժանվեց, մինչ այդ գիրքը կարդալու ու գիրք կարդալուց հետո այդ հեսեի տափաստանի գայլներ, որ սարսափում եմ այդ գիրքը ինչ-որ մարդկանց խորհուրդ տալ, որովհետև մեծ հաշվով այդ մենակության հետ բախված մարդկանց ավետարանը ոնց որ լինի ինձ համար այդ գիրքը ու շատ սուր ազդեցություն ունեցավ։ Ես հիշում եմ ընկերներիցս մեկին խորհուրդ տվեցի կարդալ, հետո կատաղած գրեց, թե ինչ խղճով ես այդ գիրքը խորհուրդ տվել, դրանից հետո հասկացա, որ գիրք խորհուրդ տալու հարցում պետք է մի փոքր ավելի զգույշ լինես, մանավանդ այն գրքերը, որ ինձ են դուր գալիս ու զգում եմ, որ ինձ վրա մեծ ազդեցություն թողնելով հանդերձ նպաստում են իմ աճին, կարող է մյուսի դեպքում ընդհակառակը նպաստեն կործանմանը կամ նպաստեն հոգևոր ավելի սև կողմերի բացահայտման իմաստով, ամեն դեպքում որոշեցի, որ ավելի լավ է գրքեր քիչ խորհուրդ տամ։ Ուսանողներիս եմ միայն պարտադիր գրականության ցանկ տալիս, բայց էդ էլ ենք թաքուն պահում, չենք բանանում։ Այդ միայն ձերն է։ Այո։ Իսկ ինչ երաժշտություն եք լսում։ Երաժշտությունը շատ հետաքրքիր տրանսֆորմացիա ապրել։ Ընդհանրապես միշտ մի հարց կա, ասում, եթե ես աշխարհում վերանային բոլոր արվեստները, ես ու մնար մեկը, ես կընտրեի երաժշտությունը, որովհետև ցանկացածի բացակայության հետ ես պատկերացնում եմ, որ հնարավոր է համակերպվել բացի երաժշտության, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչպեսին կարող է լինել կամ ընդհանրապես իմաստ կունենար աշխարհը, եթե գոյություն չունենա ընդհանրապես երաժշտություն։ Ու սկզբնական շրջանում պապան շատ էր սիրում Արթուր Մերշյանն ու իր մոլի ֆանատներն, նույնիսկ վերջին շրջանում առիթ եղավ մեր ընկերներից մեկը կազմակերպել էր ու եկել էր մեր տուն հյուր ու այդ հիշում եմ պապայի էմոցիաները ու այդպես մանկության տարիներից սկսվել է այդպես Արթուր Մերշյանի, որ պապան էր շատ լսում Հախվերդյան ու Pink Floyd իր սիրելի խմբերներին ու այդպես սկսվեց իմ ճանապարհը, շատ լսել եմ ռոք երաժշտություն, հետո կամաց արդեն սկսեց տրանսֆորմացիա լինել ռոք երաժշտությունը, հետո արդեն այս վերջին շրջանում վերջին 2-3 տարին ավելի շատ էլեկտրոնային երաժշտությամբ եմ հետաքրքրվում, բայց այն հին երգերը, որ մեկ էլ միամիտ միանում են, նույնիսկ հին խանդավառությամբ աչքերս սկսում են փայլել։ Ինչքանով ես կապված քո կերպարների հետ։ Մաուգլին, հետո եղանելի դերեր, դրանից առաջ իհարկե դերեր, հուզական կապը։ Ես յուրաքանչյուր կերպարի մեջ փորձում եմ գտնել ինձ առաջին հերթին անհանգստացնող տարրերը, թե որ գծերն են, որոնք անհանգստացնում են ինձ, ու ավելի շատ փորձում եմ ոչ թե մտածել, թե ինչպեսին կլիներ Մաուգլին, այլ եթե ես լինեի Մաուգլին, ինչպեսին կլիներ ես։ Իսկ դուք վերադառնայիք մարդկությանը, եթե Մաուգլին։ Երևի թե չէ։ Չէ։ Չէ, ինձ թվում է չէ։ Որովհետև երբ որ ամեն դեպքում ընտրություն ես կատարում բնության ու երբ ճանաչում ես բնությունը եւ ճանաչում ես հասարակությունը եւ ունես երկուսի մեջ ընտրություն կատարելու, իհարկե ամենաճիշտ լուծումը միշտ մնում է ներդաշնակություն ստեղծելը այդ երկու կարևոր տարրերի մեջ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ չէ վերադառնա։ Ես երևի չէի վերադառնա։ Երբ ենք մենք ձգտում ազատության։ Ես վերջերս այդ բարի վրա էի շատ խորացել, որովհետև այդ թեմաներն անընդհատ մեզ ուղեկցում են ու հասկացել եմ, որ այնքան կարևոր չէ ազատությունն, ինչքան անկախությունը։ Փոքրիկ Արսենի երազանքները կատարել ես։ Վախենում եմ ասեմ, բայց ինձ թվում է հա։ Հիմա գնում ենք ավտոկայարան թաղամաս, այն տարածքը, որտեղ անցել է իմ մանկության տարիները։ Իհարկե հիմա շատ ապոկալիպտիկ կինոյից հատված կհիշեցնի ձեզ, բայց ամեն դեպքում ժամանակին է տեղի եղան տնակները ու այն հետ երկրաշարժան տարիների ամբողջ հյութեղությամբ, գունեղությամբ եւ բարդություններով հետքերը թվում է կարողանանք տեսնել։
Ինչ հիշողություններ ունեք այս թաղամասի հետ կապված։ Հիշողությունները շատ են ու կոնտրաստային, որովհետև ամենաբարդ պահերից սկսած մինչև ամենահարազատ տաք զգացողությունները, որտեղ հավաքվում էինք տաք վառարանի կողքին շերտած կարտոֆիլ ուտելու հաճելի, տեսեք, այսպես ցեխերով անցնում էին գիշերը ճանապարհները, ու այն ժամանակ շներ էին շատ ու լիքը ու իրենք այն ժամանակ ոչ մի բան չի փոխվել այստեղ։ Հիմա կան, բայց այն ժամանակ այնքան շատ էին, որ ոհմակ էին հիշեցնում, իրենք շատ վտանգավոր էին դառնում գիշերվա ժամերին, իրենցից անցնելու process ու հետո դպրոց, տանիքներ, որոնք անընդհատ կաթում էին, այդ կաթոցը պետք է լուծեին, բայց մեր բախտը բերել է, որտեղ պապան հրաշագործ էր իր մտածողությամբ ու ամեն ինչ կարողանում էր այնպիսի պայմաններ ստեղծել, որ նույնիսկ այդ ժամանակահատվածում շատ կոմֆորտ է եղել տնակային վիճակները նույնիսկ, ու դրա համար հիշողությունները շատ հաճելի են մնացել։ Ընկերների հետ էիք այստեղ ավելի շատ լինում։ Ընկերներ շատ էին ունեցել ու մի հետաքրքիր պատմություն էլ ա եղել, որ ընկերոջս հետ այստեղ փոքր մանկության տարիներից խաղացել ենք իրար հետ ու հետո իրենք տեղափոխվեցին Ֆրանսիա ու այդպես մենք կորցնում ենք իրար ու հետո 15-16 տարի հետո հանդիպում ենք մի տղայի հետ ծանոթանում ենք ընկերություն ենք անում ու վերջում պարզվում է որ ինքը այդ նույն մանկության ընկերն է ու այդպես հետո պատմում է որ ինքն է ինձ մանեկել, ես եմ իրան մանեկել ու հիմա արդեն Ֆրանսիա ենք գտնվում, իրեն է գնալու տենալ։ Վայ, բարև եմ քեզ։ Ու այդպես նորից վերագտանք իրար։ Ալեքսանդրապոլում կյանքն աշխուժացնող առաջին հաստատությունը թատրոնն էր, որը քաղաք մտավ 1865 թվականին Ալեքսանդր Մելիք Հայկազյանի նախաձեռնությամբ։ Նա վարձում է մեծահարուստ վաճառական Խաչատուր Հովհաննիսյանի տնային դահլիճը, փոքր բեմ կառուցում եւ ստեղծում 150 հոգանոց թատերասրահ։ Ըստ բանավոր տեղեկությունների, Ալեքսանդրապոլի առաջին դերասանուհիներն են եղել Դիթողցյան քույրերը, Կատարինեն եւ Լուսնթագը։ 1858 թվականին այն ստացավ Վարդան Աճեմյանի անվանումը։ Ի պատիվ մեծ դրամատուրգի եւ հայկական թատրոնի խորհրդանիշի։ Այսօր Գյումրու թատրոնը ունի մեծ դեր Գյումրիի մշակութային կյանքում, հանդիսանալով մի վայր, որտեղ հանդիպում են արվեստը, համարձակ նորարարություններն ու ավանդական մշակույթը։ People are strange when you're a stranger. Faces look ugly when you're alone. Women seem wicked when you're unwanted. Streets are uneven when you're down, when you're strange. Չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու։ Չես կարող սիրել։ Ես եղել վերջտու ինչ կայել Սևական մտքային սևական բարություն Իմաստ չունի սիրո մեջ ինքդ քեզ խապես Սուզաբերում է նկատմամբ առանց ձեռքերդ կեղտոտելու Լոգի, որ պարզվում է շատ վտանգավոր Սերը ջղեր ու հոգու արիություն է պահանջում Սերը ծանր աշխատանք է Իմաստ չունի սիրո մեջ ինքդ քեզ խապես Չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու Սերը ծանր աշխատանք է Սերը ջղեր ու հոգու արիություն է պահանջում Արսեն հիշում ես քո առաջին դերը Շատ լավ եմ հիշում, որովհետև այդ առաջին ապրումները, վախերը մոռանալը բավականին բարդ փորձություն էր, որովհետև ինչքան էլ լսել էինք մեծ հանդիսատեսի մասին, բայց առերեսվել եղավ հենց այդ ժամանակ, ընդհանրապես երկրորդ կուրսի ուսանող էի ու պարային ներկայացման մեջ մի փոքրիկ հատված էր, որտեղ միմեր էին, մեկը բարին էր, մեկը չարը ու այդպեսի միզանսցեններ էր դրված, որտեղ չարը փորձություններ էր սարքում բարու Որ ներկայացումներ Դա պարային ներկայացում էր, դա առաջին բեմելն է եղել, իսկ որպես ներկայացում եղել է Մոխրոտը ներկայացում, որտեղ սկզբում պարող էինք, բայց հետո այնպես ստացվեց, որ դերասաններից մեկը Լյուդվիկը Հարությունյանը պետք է գնար Երևան նկարահանման եւ պետք է այդ երկու օրը խաղայի ես Արքայազնի դերը
ու արագ նախապատրաստական փորձերը, որ շատ արագ է տեղի ունեցել, կատարվեցին ու ես մտա արքայազն մոխրոտի մեջ երկրորդ կուրսում։ Որ բեմում եք լինում, այդ առաջին էմոցիան, որ sense վարագույրը բացվում է, ինչ էմոցիաներ են լինում։ Ավելի սարսափելի պահել կան նախքան բացվել է, երբ որ փակ է ու դու մեղմ լսում ես այդ շշուկը, որը կամած այսպես ձայն է սարսափելի, ավելի է սկսում լարվել ու հետո երբ վարագույրը բացվում, բայց մի առավելություն կա, լույսերը որ ճիշտ են ընկնում, սկսում ես հանդիսատեսին չնկատել, երբ որ տարածությունը ճիշտ է բաշխված, մեր թատրոնը այդ իմաստով ճարտարապետորեն շատ ճիշտ է աշխատում։ Լույսերի միանալուց հետո հանդիսատեսը արդեն սկսում է գրեթե full չերևալ ու մի 2-3 րոպե հետո արդեն ընդհանրապես մոռանում ենք իրենց գոյության մասին։ Բայց չի օգնում, որ հանդիսատեսը շատ են լինում, այդ ձեզ էներգիա չի տալիս ավելի։ Դերասաններ կան, որ ավելի են ոգևորվում, ինձ մոտ ընդհակառակն է աշխատում։ Ես ավելի շատ եմ սկսում անհանգստանալ ու տեսակով եմ ճիշտ ասած սոցիոֆոբ ու ինձ զարմացնում է կոնտրաստից ինչպես եմ կարողացել ընտրել այս մասնագիտությունը։ Եղել է պահ, որ բեմում այդ կատարսիսին հասել ես։ Շատ քիչ է լինում դա, շատ չէ, լինում է, բայց շատ քիչ է լինում, այսինքն որ պատմում են, որ մոռանում ես իրականությունը, ժամանակը, տարածությունը եւ լիովին ուրիշ վիճակի մեջ ես տեղափոխվում։ Ինձ հետ երևի մի 3 կամ 4 անգամ է եղել ու հատկապես հետաքրքիր է, որ այն շրջանում, երբ էմոցիաներն ավելի բուրն են, այսինքն 18-ից 21-22-ի արանքում, այդ շրջանում էր հենց որ շատ սուր մի 2-3 անգամ զգացել եմ ու հասկացել եմ, թե բեմում այդ ինքնամոռացությունը, երբ որ գալիս է, որտեղ վերապրում է մի քիչ ավելի ճոխ արտահայտություն է, երբ որ ինչպես ես ինքդ քո մեջ վերանում ու ֆիզիկական մարմնի զգացողությունը կորցնելով դառնում ես մի ինչ որ անեացած երևույթ, որը ոչ քաշ ունի, ոչ տարածություն, ոչ ժամանակ ու այդ իսկապես մի բացառիկ ապրում է ու ինձ թվում է հենց այդ ապրումն է, որ ստեղծում է կախվածություն այս մասնագիտությունից, այս որը դառնում է ապրելակերպ ու հասկանում ես, որ սա կարծես անվճար թմրամիջոց է, առանց որի դու չես կարող։ Թատրոնը ըստ քեզ իրականություն է, թե ավելի շատ հեքիաթային մի աշխարհ է։ Թաքստոց է արվեստագետների համար, որ այստեղ իրենց բոլոր երևակայական պատկերները կյանքի են կոչվում, էլի։ Իսկ ժամանակակից դերասանի դերը ո՞րն է այս հասարակության մեջ։ Կարծում եմ կարևորը ժամանակակից դերասանի առաջին գերխնդիրը պահել անհատականությունը, որովհետև երբ ուսումնասիրում ես թատերարվեստի պատմությունը, հասկանում ես, որ ժամանակի մեջ շատ է եղել, որ կերպարները գուցե անցել են քո սեփական պատկերացումների, քո սեփական անհատական ընկալումների վրայից, բայց շատ կարևոր է, որ ստեղծագործության մեջ ազնիվ մնաս, իսկ ազնիվ մնում ես այն դեպքում, երբ չես կորցնում քո սեփական անհատականությունը, քո սեփական պատկերացումները, եւ կարծում եմ, որ ժամանակակից թատրոնը դա կենթանի ու օրգանիկ դիալոգ է ու պիտի կարողանաս այդ կենթանի օրգանիկ դիալոգին տիրապետես, տիրապետեսը պահես, որ ինքը դառնա ավելի շատ զրույց, ինքը ավելի շատ դառնա խոստովանություն, հանդիսատեսի ու դերասանի միջև, այլ ոչ թե գանայի մի բան, որից հանդիսատեսը օտարված լինի։ Տարիների ընթացքում արդեն հասցնում ես վարժվել մի կերպարից մյուս անցնելու տեխնիկայի արագության հետ, ու դա արդեն ավելի արագ է ստացվում, որովհետև յուրաքանչյուր պատմություն բերում է իր իրականությունը ու պետք է կարողանաս անցնել այդ ճանապարհը համապատասխան քո ներքին ստեղծագործական ընդունակություններով, արտաքին ստեղծագործական ընդունակություններով, վերջում արդեն հասկանաս թե ինչ է դարձել, լավն է, վատն է, հետաքրքիր չի։ Իսկ կերպարը որպես ինքնապաշտպանություն է։ Նաև, դե իրականության մեջ էլ մենք ամբողջ ընթացքում մտնում ենք խանութ գնորդի կերպարի մեջ ենք, գնում ենք ինստիտուտ դասախոսի կերպարի մեջ ենք տանը լիովին, այլ հանգիստ վիճակների մեջ ծնողների, այսինքն միշտ ամենտեղ մենք ունենք մի որոշակի ձև ներկայանալու, այսինքն, բայց դրա համար դերասանները փորձում են հիմնականում կյանքում այդ ամեն ինչից դուրս մնալ, որովհետև այնքան ենք մենք բեմում այդ ամեն ինչի միջով անցնում, որ արդեն կյանքում փորձում ենք մեզ այլ չսահմանափակելու ավելորդ տալ, որ եթե խանութում ես պետք է պարտադիր այսպես պահես, քեզ չգիտեմ այստեղ որտեղ, այսինքն փորձում ենք ձևերից դուրս գալ, ավելի շատ կենտրոնանալ բովանդակության վրա, ու եթե երբեմն պետք է մեզ վատ պահենք, պահում ենք վատ։ Բայց այդ կարծրատիպը կա, որ դերասանները առօրյայում են խաղում։ Այդ մասնագիտությունը օգնում է, որ թեպետ սուտային, որ այդ կերպարն են։ Ինձ մոտ ընդհանրապես չի ստացվում, ես չգիտեմ այդ փորձառությունը կյանքում կիրառելն ինչպես է ստացվում որոշ մարդկանց մոտ,
Դա ես շատ վատ ձևով հավատում եմ, դա շատ վատ էլ խաբում եմ, այսինքն ինձ ճանաչող մարդիկ միանգամից կհասկանան, էլի, որ մի բան այն չի, հա։ Հիմա թատրոնի ինչ թերություններ ունի։ Ժամանակակից թատրոնին շատ է պակասում ժամանակակից լավ դրամատուրգիա, ավելի ճիշտ դրամատուրգիա կա, ուղղակի տեղի չի ունենում այն ճիշտ դրամատուրգիայի եւ ճիշտ թատրոնի պահի մեջ հանդիպում, այսինքն մանավանդ հայկական իրականության մեջ կան շատ ստեղծագործություններ, որոնք ինչքան էլ լինեն կարող է շատ տեղայնացված լինեն կամ ժամանակավորებ լինեն, այդպիսի խնդիր կա, բայց լիքը շատ զիլ գրականություն կա, ոչ միայն հայկական, այլ էլ համաշխարհային, որ իրենց ձևաչափով դրամատուրգիա չեն, բայց կարող են դառնալ շատ լավ ստեղծագործական նյութ։ Այդ իսկ պատճառով նմանատիպ գործերի դեպքում ռեժիսորները ստեղծագործական թիմն ավելի ազատ է ու ավելի ճկուն է կարողանում բեմում տեղավորվել ու ստեղծել ինչ-որ հետաքրքիր պատմություններ, քան երբ որ գործ ես ունենում հենց կոնկրետ դրամատուրգիական ստեղծագործության հետ։ Նայիր ինձ սիրուհիս ունես սևաչե Քո սիրն է հուզվում ես այրվում այստեղ Չգա ոչ ոք ասել որ իմանա թե Ծնդումը սերգա թերացել Ճիշտն ասած, նախքան տուրիստների այդ ուժեղ ֆանտաստիկ ֆոքսը Թագույն։ Տապտանք։ Ո՞րն է այն հարցը, որ միշտ կուզեիք։ Ես կսպասեմ, դուք մտածեք։ Շատ բորթորց, կողեց։ 2 hours later. Oh, you wanna party. Ո՞րն է այն հարցը, որ միշտ կուզեիք ձեզ տային եւ դուք պատասխանեիք։ Ես կերազայի ծնված լինել 1960-ականների վերջերին։ Սկսում ենք, օքեյ։ Որ սիրում եմ միայն ես իմ լավ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։